Մեծագույն սխալը, որ բազմաթիվ քրիստոնյաներ թույլ են տալիս, Աստվածաշունչը մակերեսայնորեն ուսումնասիրելն է, որի արդյունքում կարդացողի հավատը հիմնվում է սեփական երևակայության, տպավորությունների կամ ենթադրությունների վրա, փոխարենը Աստծո խոսքի ճշմարտության։ Իսկ դա հավասար է բարակ սառույցի վրա կանգնելուն։ Հին Իսրայելի պատմությունը կարևոր դաս է պարունակում մեզ համար։ Պողոս առաքյալը գրում է առաջի Կորինթացիս 10-րդ գլխում, ասելով. «Եվ այս ամենը օրինակ եղավ մեզ համար, որ մենք չար բաների ցանկացողներ չլինենք, ինչպես նրանք ցանկացան։ Եվ այս ամենը նրանց պատահեց որպես օրինակ, եւ որպես խրատ գրի են առնված մեզ համար, որոնց վրա աշխարհի վերջը հասավ»։ Անհավատության եւ ուխտադրժության պատճառով հին Իսրայելը հեռացավ Աստծուց, նմանվելով հեթանոսներին։ Նրանք ուրացան Աստծուն, իրենց թագավորին, եւ ցանկացան, որ իրենց վրա թագավորի մարդը։ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Մեզ վրա թագավորիր դու ու քո որդին եւ թոռդ, քանի որ մեզ Մադիամի ձեռքից ազատեցիր»։ Բայց Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեր վրա չեմ թագավորի, ոչ էլ իմ որդին կթագավորի ձեր վրա, ձեր թագավորը թող Տերը լինի»։ Եվ առաջին թագավորած 12-րդ գլխի 12-րդ համարն ասում է. «Ու երբ տեսաք, որ ամոնացիների թագավոր Նասորը ձեր վրա է գալիս, ինձ ասացիք. ոչ, մեզ վրա մի թագավոր է պետք, թեև ձեր թագավորը ձեր Տեր Աստվածն էր»։ Հենց այս պատճառով էին մեղադրվում վաղ քրիստոնյաները։ Օրինակ Գործք առաքելոց գրքի 17-րդ գլխում կարդում ենք. «Բայց հրեաները, որոնք չհավատացին, նախանձեցին եւ փողոցից մի քանի դատարկապորտ անօրեն մարդ հավաքելով մեծ խառնաշփոթություն բարձրացրին քաղաքում եւ Յասոնի տան վրա հարձակվելով ուզում էին նրանց հրապարակ տանել։ Եվ երբ նրանց չգտան, Յասոնին եւ մի քանի եղբայրների քաշելով տարան քաղաքապետների մոտ, աղաղակելով. Սրանք, որ ամբողջ աշխարհն իրար խառնեցին, այստեղ էլ հասան, որոնց Յասոնն ընդունել է, եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով, թե մի ուրիշ թագավոր կա, Հիսուսը»։ Այն փաստը, որ առաքյալները եկեղեցուն հորդորում են հարգել ու հնազանդվել պետության օրենքներին եւ հասարակական կարգերին, մեզ որևէ հիմք չի տալիս կարծելու, թե մենք պարտավոր ենք մասնակցել քաղաքական ընտրություններին, տալով մեր քվեն այս կամ այն կուսակցությանը։ Այլ ամբողջ միտքը կայանում է նրանում, որ եկեղեցին, ինչպես իր գլուխը, Քրիստոսը, լինի բարեխիղճ եւ անմեղադրելի այս աշխարհում։ Եվ գլխավոր քահանաներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ վկայություն էին որոնում, որ նրան սպանեն, բայց չէին գտնում։ Հրամանատարներն ու կուսակալները կառավարության վերաբերյալ հարցերում մի առիթ էին փորձում գտնել Դանիելի դեմ, բայց ոչ մի դեպք կամ սխալ չկարողացան գտնել, որովհետև հավատարիմ էր, ու ոչ մի սխալ կամ հանցանք չգտնվեց նրա վրա։ Ուստի Աստծո խոսքն ասում է. «Ամեն ինչ արեք առանց տրտունջների եւ վիճաբանությունների, որ լինեք անարատ եւ անվնաս Աստծո որդիներ, անմեղադրելի այս ծուռ ու խոտորյալ սերնդի մեջ, որոնց մեջ լուսատուների պես փայլեցեք աշխարհում, կյանքի խոսքն ամուր պահելով, որպեսի ես ուրախանամ Քրիստոսի օրը, որ իզուր չեմ վազել, ոչ էլ իզուր եմ աշխատել»։ Երկրային իշխանությունը մենք պետք է ընդունենք որպես Աստծո կողմից հաստատված կարգ եւ սովորեցնենք, որ իշխանությանը հնազանդվելը դրա օրենքների սահմաններում համարվում է սուրբ պարտականություն։ Սակայն, երբ դրա պահանջները հակառակ են Աստծո պահանջներին, մենք պետք է ավելի Աստծուն հնազանդվենք, քան մարդկանց։ Աստծո խոսքը պետք է մարդկային բոլոր օրենսդրություններից բարձր ընդունել։
պետք չէ մի կողմ դնել այսպես է ասում Տերը կարգախոսը եւ ընդունել այսպես է ասում եկեղեցին կամ այսպես է ասում պետությունը կարգախոսը։ Քրիստոսի թագը պետք է վեր բարձրացվի երկրային միապետների պապարոշներից։ Այս միտքը ցույց է տալիս, որ քրիստոնյան կարող է ապրել պետության մեջ, կատարելով իր քաղաքացիական պարտքը, սակայն նրա խիղճը, հավատը եւ վերջնական հավատարմությունը պատկանում են Աստծուն։ Այն կառավարությունը, որի օրոք ապրում էր Հիսուսը, կեղեքող էր եւ ապականված։ Ամեն քայլափոխի իշխանությունների ճճացող չարաշահումներն էին՝ դրամաշորթություն, անհանդուրժողականություն եւ սոսկալի դաժանություն, բայց Քրիստոսը չնախաձեռնեց քաղաքացիական բարեփոխումներ։ Նա չդատապարտեց ազգամոլությունը եւ չմեղադրեց ազգի թշնամիներին։ Նա չընդհարվեց իշխանությունների եւ կառավարությունների հետ։ Նա, ով մեր օրինակն է, իրեն հեռու էր պահում երկրային իշխանություններից։ Աստվածաշունչը սովորեցնում է. թող ամեն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Սա չի նշանակում կույր հնազանդություն, այլ երբ իշխանությունը հակադրվում է Աստծո օրենքին, ապա առաքյալները գրում են Գործք առաքելոց, օրինակ 5-րդ գլխի 29-րդ համարում, ասելով. պետք է Աստծուն հնազանդվել, քան մարդուն։ Ուստի որքանով է ողջամիտ այն տարածված կարծիքը, թե լինելով պետության քաղաքացի, քրիստոնյան պետք է աշխարհային իշխանություններին տրամադրի այն ձայնը, որ մկրտության օրը տվել է Աստծուն։ Միթե երկրային քաղաքացիությունը պարտավորեցնում է քաղաքական ուժերի օգտին քվեարկելուն։ Քրիստոնյան քրիստոնյա է, քանի դեռ քայլում է Քրիստոսի հետքերով եւ օրինակով։ Քանի որ դուք սրա համար եք կոչված, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ մեզ իր հետքերով ընթանալու օրինակ թողեց։ Դա ամենևին էլ չի նշանակում, թե քրիստոնյան անտարբեր է ազգի նկատմամբ կամ մեկուսացած է հասարակությունից։ Այլ ընդհակառակը Աստվածաշունչն ասում է. Ուստի աղաչում եմ ամեն բանից առաջ աղերսանք, աղոթք, բարեխոսություն եւ գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, հատկապես թագավորների եւ բոլոր նրանց, որ իշխանության մեջ են, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք աստվածապաշտությամբ եւ անկեղծությամբ։ Այսինքն քրիստոնյան քաղաքականության հանդեպ պետք է ունենա ոչ թե ատելություն կամ կույր կողմնակալություն, այլ աղոթք, խոհեմություն եւ բարոյական զգոնություն։ Եթե նեղ իմաստով ընկալենք առաքյալի ուղերձը, ապա կստացվի, որ պետք է աղոթենք նաեւ բռնատիրական իշխանությունների եւ աշխարհի միապետների համար, որոնք բացահայտորեն ծառայում են սատանային։ 7-րդ օրվա ադվենտիստների աստվածաշնչյան մեկնաբանությունների 7-րդ հատորում կարդում ենք. Պողոսը պարտադիր չէ, որ միապետությունը ներկայացնում է որպես կառավարման իդեալական ձև։ Գալստական շարժման պիոներներից Ուրիա Սմիթը գրում է. Հարցին, թե ինչու մենք մեր ձայնով եւ ազդեցությամբ չենք պայքարում ժամանակների չար միտման դեմ, պատասխանում ենք, որ մարգարեությունների վերաբերյալ մեր տեսակետները մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ իրավիճակը երբեք էլ չի բարելավվի։ Մենք մեր պարտականությունն ենք համարում սահմանափակել մեր ջանքերը, որքանով որ դա մեզանից է կախված, նախապատրաստելու մարդկանց գալիք մեծագույն ու վերջին իրադարձությանը, մարդու որդու երկնքից հայտնվելուն, բոլոր երկրային կառավարությունների կործանմանը, թագավորների թագավորի փառահեղ, տիեզերական ու հավերժական թագավորության հաստատմանը եւ նրա բոլոր հետևորդների փրկությանն ու ազատագրմանը։ Սատանան գործում է այն գործակալների միջոցով, որոնք խարխլում են հավատը երկրի հաստատված կարգի հանդեպ, մարդկանց մղելով մտածելու, թե օրենքին ու կարգուկանոնին ընդդիմանալը առաքինություն է։
Եվ հենց այս համոզմունքն է ընկած եղել վերջին 200 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր հեղափոխությունների հիմքում։ Հետևաբար ինչպես կարող է քրիստոնյան իր ընտրությունը տալ այդպիսի շարժումներին։ «146-րդ Սաղմոսն ասում է. «Մի հուսացեք իշխաններին, ոչ էլ մարդու որդուն, ում մոտ փրկություն չկա»։ Պատասխանատու դիրքերում գտնվող մարդիկ կարող են իմաստուն թվալ իրենց իսկ աչքում, սակայն նրանց դատողությանը միշտ չէ, որ անվտանգ է հետևել։ Միայն Աստված է անսխալական։ Մենք չպետք է ապավինենք մարդկային զորությանը կամ մարդկային ծրագրերին։ Մեր վստահությունը պետք է ամբողջությամբ լինի կենդանի Աստծո վրա։ Այսպես է ասում Տերը. թող անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է ապավինում և մարմինն իրեն բազուկ դարձնում, իսկ նրա սիրտը հեռացել է Տիրոջից։ Այս խոսքի վերաբերյալ Մարգարեության հոգին ասում է. մենք չպետք է ապավինենք մարդկային հասկացողությանը կամ կախում ունենանք մարդկային զորությունից։ Իսկ տալով մեր ձայնը քաղաքական ուժերին, մենք հենց դա ենք անում, սիրելիներ։ Հիսուսը բացահայտ ասաց Պիղատոսին. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ, եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կկռվեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեմ, բայց հիմա իմ թագավորությունն այստեղից չէ»։ Ուստի Պիղատոսն ասաց նրան. «Ուրեմն դու թագավոր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դու ասում ես, թե ես թագավոր եմ։ Ես այս նպատակի համար եմ ծնվել և այս պատճառով եմ եկել աշխարհ, որ ճշմարտությունը վկայեմ։ Ամեն մեկը, որ ճշմարտությունից է, լսում է իմ ձայնը»։ Թեև մենք չպետք է ներգրավվենք քաղաքական հարցերի մեջ, այնուամենայնիվ մեր արտոնությունն է հստակ դիրքորոշում որդեգրել ժուժկալության բարեփոխմանը վերաբերող բոլոր հարցերում։ Եվ հենց այս նպատակով են հիմնվել բոլոր ադվենտիստական հիվանդանոցները, առողջարաններն ու առողջապահական կենտրոնները։ Տերը կկամենար, որ իր ժողովուրդը թաղի քաղաքական հարցերը։ Այս թեմաների վերաբերյալ լռությունը պերճախոսություն է։ Մենք չենք կարող ապահով կերպով քվեարկել քաղաքական կուսակցությունների օգտին, քանի որ չգիտենք, թե ում օգտին ենք քվեարկում։ Եղիշեն գրում է. «Եթե թագավորն իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել»։ Իսկ իմաստության մասին Առակաց գրքի հենց առաջին գլխում գրված է, թե իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, սակայն անմիտներն արհամարում են իմաստությունն ու խրատը։ Դրա վառ օրինակն է մեր ազգի պատմությունը, որի ողջ ընթացքում թագավորներն ու իշխանները արհամարել են Տիրոջ երկյուղը և նրա իմաստությունը։ Անմիաբանությունը վաղեմի ժամանակներից մեր ազգի կյանքի մեջ այն ուտող, մաշող ցեցն է եղել, որ ժառանգաբար անցել է մեզ և որ սպառել է ազգային մարմինը։ Մեր պատմության մեջ կարող եք տեսնել հազարավոր օրինակներ, մանավանդ այն դարերում, երբ պարսիկները, հույները, արաբացիները, սելջուկները և մոնղոլական զանազան ցեղեր կրակով և արյունով ոչնչացնում էին Հայաստանը։ Նրանց առաջնորդները միշտ եղել են իրանք հայերը և միշտ հայերից միացած են եղել թշնամու հետ։ Այժմ հասկացար, սիրելի քույր, թե ինչից են առաջ գալիս այս մատնությունները, որ քեզ այսպես խռովեցնում են։ Բայց միթե օտարի լուծը ավելի քաղցր է, հարցրեց տիկինը վշտացած ձայնով։ Այո, հայը սիրում է օտար լուծը։ Մեր պապերը չէին, որ դիմեցին Պարսից վռա մարքային և նրանից խնդրում էին, որ հայ թագավորը վեր առնե և նրա տեղը Պարսից մարզպան դնե, և այսպիսով կործանեցին Արշակունյաց հզոր պետությունը։
Դարձյալ մեր պապերը չէին, որ Անիի բանալիները ուղարկեցին հունած կայսրին եւ իրենց ձեռքով Բագրատունյաց թագավորության հիմքը փորեցին։ Եվ մեր Վասպուրականը, որ մի ժամանակ հայոց առանձին թագավորություն էր, Արծրունի Սենեքերիմ թագավորն իր հաճությամբ հանձնեց հույներին եւ Սեբաստիայում սկսեց խաղաղ կյանք վարել։ Եվ այդ բոլորը գործողը ովքեր էին, ժողովրդի իշխանները եւ նրա հոգեվոր գլուխը Կաթողիկոսը։ Այժմ շատ զարմանալի չէ, որ մի անպիտան վարդապետ եւ մի քանի շահամոլ իշխաններ դավ են դնում մի քանի երիտասարդների դեմ, որոնց նպատակը շատ բարի է եւ համեստ, որոնք բացի ժողովրդի հանգստությունը ուրիշ բանի չեն ձգտում։ Իմ այս ուղերձով ես նկատի չունեմ, թե բոլոր քաղաքական ուժերն են, որ սատանայից են, այլ ներկայումս էլ գոյություն ունեն Հայաստանում ազգային մտածողությամբ եւ իսկական հայրենասեր ու հայրենանվեր քաղաքական ուժեր, սակայն նույնիսկ այդ դեպքում, ինչպես ողջ ուղերձիս ընթացքում նշեցի, չունի քրիստոնյան իրավունք խառնվելու երկրային իշխանությունների եւ կուսակցությունների հետ, որովհետեւ քրիստոնյան իր ձայնը մեկ ընդմիշտ մկրտության օրը տվել է Հիսուս Քրիստոսին եւ նրա թագավորությանը, որը գալու է շուտով։ Եվ չնայած այս պարզ ուղերձին, ցավոք սրտի կարծում եմ, որ կգտնվեն այնպիսիք, ովքեր այնուամենայնիվ կգնան եւ իրենց ընտրությունը եւ քվեն կտան աշխարհային իշխանությունների եւ կուսակցություններին։ Այդպիսիներին պիտի խնդրեմ կարդան Հայտնության 17-րդ գլխի 12 եւ 13 համարները։ Գիրքն ասում է. «Եվ 10 եղջյուրը, որ տեսար, 10 թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, բայց մեկ ժամով որպես թագավորներ իշխանություն կստանան Գազանի հետ։ Սրանք մի միտք ունեն ու իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են Գազանին։ Սրանք Գառնուկի հետ պիտի պատերազմեն եւ Գառնուկը նրանց պիտի հաղթի, քանի որ նա տերերի տերն է եւ թագավորների թագավորը, եւ նրա հետ եղողները կանչված են, ընտրված ու հավատարիմ»։ Ահա խնդրեմ, թե ինչ է ասում Մարգարեության հոգին հենց այս վկայության վերաբերյալ։ Սրանք մեկ միտք ունեն, կլինի միասնության համընդհանուր կապ, մեկ մեծ ներդաշնակություն, սատանայի ուժերի դաշնություն։ Իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են Գազանին։ Այսպիսով դրսևորվում է նույն կամայական ճնշող ուժը կրոնական ազատության դեմ, Աստծուն խղճի թելադրանքով երկրպագելու ազատության դեմ, ինչպես դրսևորվել է պապականության կողմից, երբ անցյալում այն հալածում էր նրանց, ովքեր համարձակվում էին հրաժարվել Հռոմի եկեղեցու կրոնական ծեսերից եւ արարողություններից։ Ավարտելով իմ այս ուղերձը, ցանկանում եմ բոլորիդ մաղթել քրիստոնեական քաջություն եւ հավատարմություն առ Աստված, եւ լինենք անբիծ Աստծո գահի առջև։